Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով եմ ողջունում։ Այսօր Լեռան քարոզի ըստ Մատթեոսի ավետարանի Լեռան քարոզի վերջին քարոզն է քարոզաշարքի եւ նախքան խոսքը ընթերցելը եկեք մեր սրտերը աղոթքով տանենք Տիրոջ առջև, որպեսզի այդ խոսքը դառնա կյանք մեր համար եւ դրանից հետո խնդրեմ, որ ոտքի վրա ընթերցենք Աստծո խոսքը։ Ողորմած մեր Տեր, խնդրում ենք, որ այսօր էլ խոսես, այսօր էլ զորացնես մեզ քո ներկայությամբ, քո հայրական գթությամբ, առիթ տաս, որ մեր միտքն ու սիրտը բաց լինի քո խոսքը ընդունելու եւ առիթ տաս, որ այդ խոսքերը դառնան կյանք եւ առօրյա վկայություն։ Թող մեր Տերնի խոսքերն ու սրտի խորհուրդները քո առջև ընդունելի լինեն, ով մեր Տեր ու Փրկիչ։ Ամեն։ Մի շին հրապարակի պատկեր կա, բայց Հիսուս այս հատվածը սկսելուց առաջ մի նախդիր է դարձածում, ասում է արդ, ամփոփում է ամբողջ ասածը, ամփոփում է Լեռան քարոզի ընթացքը, ամփոփում է շատ խորը քարոզ, որ մարդկային պատմության մեջ երբևէ հնչեցված, երբևէ մեջբերված ամենահզոր, ամենաազդեցիկ, ամենակյանք փոխող քարոզներից մեկն էր, Հիսուսի քարոզն էր։ Ամփոփում է մի քարոզ, որը շատ ու շատ մարդկային հասարակությունների համար, նույնիսկ Քրիստոսին չճանաչող հասարակությունների համար դարձել է կանոնակարգ վարվեցողություն։ Մի քարոզ է ամփոփում եւ ամփոփիչ հատվածում սկսում է պատմել մի առակ, երկու տների առակ։ Եվ այս առակը, այդ առակի մեջ մեջբերված դրվագները, հիմքը, պատերը, փոթորիկները, կարկուտները, հին ուխտից հրեա ժողովրդին շատ լավ ծանոթ պատկերներ էին։ Սկսում է բացել մի իրականություն, որտեղ կա պատ, բայց պատը որակով չի։ Կա հիմք եւ երկու տեսակ հիմքեր կան։ Կա շինարարություն, որտեղ հաճախ արտաքին տեսքն է կարևոր, ոչ թե դրա ամրությունը։ Եվ մենք մի ազգ ենք, որ այդ տեսակ շինարարությունից որ լուրջ վերաբերմունքով չի եղել, շատ մեծ տուժ են կրել ֆիզիկապես, շատ մեծ կորուստներ են կրել, երբ որ երկրաշարժ տեղի ունեցավ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին։ Շինարարական հրապարակ է սա, բայց Հիսուսն ասում է, որ այս շինհրապարակի պատկերը ամփոփում է ամբողջ քարոզը եւ ցույց է տալիս, որ եթե լսում ես, արձագանքներ կա։ Արդեն լսել ես, որովհետեւ ներկա ես եղել։ Բայց ում է վերաբերվում սա, ով են այս շինհրապարակում գործող անձիկ։ Արդյոք մենք ենք սրա մեջ, թե խնդիրը հիմքերի մեջ հեթանոսներն են կամ Աստծուն չճանաչողներն են եւ լավ դիրքում գտնվում են քրիստոնյաները, մենք արդեն վստահելի վիճակում ենք։ Ինչ եք կարծում։ Մինչև այս հարցը մեր մեջ լինի մի պատմություն։ Հայր եւ զավակ քայլում են մեր լեռնոտ աշխարհի Հայաստանի մի լեռնային կածանով, Ձորի կիրճի մոտով, քայլում են եւ երբ որ նեղանում է ճանապարհը, երեխան սկսում է վախենալ, հայրը զգում է, ասում է՝ «Արի ձեռքս բռնի, միասին անցնենք»։ Երեխան ասում է՝ «Չէ, ավելի լավ է դու իմ ձեռքը բռնի»։ Կարող է քարը ոտքից տակից սահի, ես վախենամ ու բաց թողեմ վախից, բայց եթե դու բռնած լինես, դու երբեք բաց չես թողնի։ Ու միասին անցնում են վստահ։ Հաճախ երբ որ մենք էլ ենք խնդիրների մեջ եւ փոթորիկի իրականությունը կա, կարևոր է թե ով է ձեռքը բռնողը եւ ինչպես է բռնել այդ ձեռքը։ Արդ Հիսուսը ամփոփելով սկսում է ասել, որ կա խոսքեր, որոնք լսվեցին։ Եթե նախորդ քարոզներից մենք հիշում ենք, որ Հիսուս ամփոփում էր եւ ասում էր. «Ամեն ով որ ինձ Տեր, Տեր է ասում, դեռ բավական չի»։ Այսինքն Հիսուսին Տեր ասողների մասին է խոսքը։ Հիսուսին Տեր դավանողների մասին է խոսքը։ Հիսուսին Տեր ասածների մասին է խոսքը, որ լսել են խոսքը։ Այդ քարոզը լսողների մեջ Աստծուն չճանաչողներ չկան, Աստծուն ճանաչողներն էին ներկա։
Աստծո հետ աղոթքի կյանք ունեցողներն էին ներկա։ Հիսուսի անունով նույնիսկ մեծ գործեր անողներն էին ներկա։ Մենք քո անունով հրաշքներ արեցինք, մենք քո անունով մեծ գործեր արեցինք, ոնց թե դու մեզ չես ճանաչում։ Հիսուսն ասում է, դուք ինձ ճանաչում եք, լսել եք այս խոսքերը, եւ հիմա եկեք տեսնենք ինչ հիմքի վրա եք դուք, ինչ հիմքի վրա է կառուցված ձեր կառույցը, հոգևոր կառույցը։ Երբ որ փոթորիկը գա, այս փոթորիկն էլ տարբեր դրվագներով ցույցիչ է, թե ինչ է կատարվում է ներսում։ Ոչ թե եթե հանկարծ փոթորիկ գա, այլ փոթորիկը անպայման պետք է գա։ Երկու տներն էլ կային, երկուսն էլ փոթորիկին նույն բառապաշարով, նույն տեսակով դիմագրավեցին։ Երկուսն էլ այդ փոթորիկի հանգամանքում հայտնվեցին։ Փոթորիկը ցույցիչ է։ Մեր կյանքում տարբեր փոթորիկներ կան, բայց հաճախ մենք հենց կարծում ենք, որ սա պարզապես կյանքի փոթորիկների ցույցիչն է, բայց սա նաև այդ վերջնական փոթորիկի ցույցիչն է, որովհետև Հիսուս լեռան քարոզում երկուական բաներ է միշտ մեջ բերում եւ որոնց ավարտը միշտ ահեղ դատաստանն է։ Երկուական շարքերով է ներկայացնում ամեն ինչ, որի ավարտին միշտ հավիտենական կորուստի եւ հավիտենական օրհնության դրվագն է։ Այստեղ էլ նույնն է։ Կա փոթորիկներ, որոնք ցույց են տալիս մեր հիմքը, ու կա վերջնական դասաստան, որը վերջնական ցույց է տալիս ինչ հիմքի վրա էր քո ամբողջ հոգևոր կառույցը։ Ուրեմն նաև այս տեսակետից մտածենք, թե ինչ է այստեղ Հիսուս մեզ պատմում եւ ինչ առակ է ներկայացնում։ Հայրս աշխատում էր ռադիոֆիզիկայի ինստիտուտում, ինժեներ էր, եւ ինձ հաճախ ցույց էր տալիս, թե ինչպես են փորձարկում այն իրերը, որը պետք է տիեզերք թռնեն, եւ ինքը այդպիսի բաներ էր պատրաստում։ Ուրեմն 3 հատ նույնից պատրաստում էր մի դետալ, որը ասենք այդ արբանյակի վրա պետք է գործել եւ կապը ապահովեր։ 3 հատ պատրաստում են եւ 3-ն էլ դնում են փորձարկման դաշտի մեջ։ Հեղուկ ազոտը, որ -274 Ցելսիուս ջերմաստիճան ուներ այդ պարագայում, լցնում էին այդ պատրաստած գործիքի վրա եւ դա դնում էին ցնցվող մի դաշտի մեջ, որը անընդհատ ցնցում էր։ Անընդհատ սառեցնում էին, ցնցում էին, հետո տաքացնում, ցնցում, հետո սառեցնում, ցնցում, հետո տաքացնում, ցնցում։ Ես փոքրիկ էի զարմանում, ասում էի, ինչու այսքան երկար։ Մի անգամ ցնցեցիք հերիքա, մի անգամ լցրեցիք այս սառնությունը հերիքա։ Ինքն ասում էր, չէ, գիտես, այնտեղ ինքը ամիսներով անդադար էս նույն վիճակում լինելու տիեզերքում։ Եթե պետքա փչանա, թող այստեղ փչանա, որ մենք հաստատ իմանանք, որ այնտեղ կաշխատի։ Եվ երկար ցնցելուց հետո նոր մի հատը դառնում էր պիտանի, ամեն թերություն վերացնելուց հետո, երկար փորձարկումներից հետո։ Որովհետև եթե գնար այնտեղ ու կապը չապահովեր, հազարավոր մարդկանց աշխատանք եւ միլիոնավոր ռուբլիների ներդրում մի անգամից փոշիանալու էր, ու մեկը, ով որ պատճառն էր լինելու այդ բավարար չփորձարկման, ամբողջ պատիժներ կրելու կամ շատ ու շատ մարդիկ։ Վերջնական ցնցումը այնտեղ է, բայց այստեղ պետք է ցնցումներ, որ ցույց տալ, թե ինչն է փչանալու, ինչն է ամենաթույլ օղակը, որտեղն է, որ խնդիր կա, եւ դա նախորոք լուծվեր։ Հիսուս առակ է պատմում։ Իսրայելի ականջներում այս առակը շատ հստակ է, որովհետև սուտ մարգարեներն ասում էին, խաղաղություն է, տաճարը մեզ մոտ է, Աստծո ներկայության մեջ ենք, մենք խնդիր չենք ունենալու, բայց ունեցան, աքսորվեցին, որովհետև Աստծո տաճարը իրենց մոտ էր, բայց իրենք Աստծո մոտ չէին, որովհետև Աստծո խոսքը ներկայացված էր, բայց իրենք Աստծո խոսքի չափանիշներով չէին ապրում։ Լեռան քարոզը հենց սկզբից սկսում է այնպիսի ուսուցման, որ ձեզ ասվել է, բայց ես ասում եմ, եւ սա էր այդ իշխանությունը, որովհետև ռաբիները միայն մեջբերումներ էին անում, իրենք չէին ասում,
Իրենք ասում էին, այսինչ թվականին, այսինչ ռաբին այսպես էր մեկնաբանում։ Երբեք իրենց կարծիքը չէին դնում։ Իսկ Հիսուս մի անգամից ասում է, որ Աստծո խոսքի իմաստը, որ դուք լսել եք, որ մի շնանար, դրա իմաստն այն է, որ նույնիսկ սրտով եթե շնացար, արդեն շնացել ես։ Եվ նման հստակ չափանիշներն էր սովորացնում, որ որն են երանելիները, սրտի մաքրությունը ինչպիսին է իրականության մեջ, Աստծո պատկերացրած սրտի մաքրությունը ինչպիսին է, թշնամիներին սիրելը ինչպես է լինում։ Մենք կարողանում ենք արդյոք այս լեռան քարոզը լավ իմանալով սիրել թշնամիներին, թե հենց սկզբից նույնիսկ մեր երեխաներին սովորեցնում, այ հանկարծ եթե քեզ նեղացնեն, տասնապատիկը կպատժես, որ հանկարծ նորից չփորձեն նույնն անել։ Եվ այստեղ է մենք լսեցինք եւ ինչպես արձագանք տվեցինք, որովհետեւ հենց այդ կիրառական պահերին է երևում արձագանքը, որովհետեւ եթե մենք մեր երեխայի հավատքի հիմքն ենք ավազ դարձնում, պատժել, վրեժխնդիր լինել, ուրեմն մենք ինքներս չենք ապրել, չենք լսել, չենք տիրապետել, աղոթքի մասին է սովորեցնում, պահեցողության մասին է սովորեցնում, երկնային գանձերի մասին է սովորեցնում, նեղ դռան, նեղ ճանապարհի մասին է սովորեցնում, իրական հավատքի մասին է սովորեցնում, բայց ասում է այս ամենը լսելուց հետո է, որ դու սկսում ես կառուցել։ Ու սկսում է ձևավորվել կառույց, որի կարևորագույն դրվագը հիմքն է։ Ամեն շինարարության մեջ ամենածախսատար մասը, չերևացող մասն է, հիմքն է։ Եթե հիմքը լուրջ չի, ամբողջ կառույցը ինչքան էլ որ ավելի մեծ ու ճոխ լինի, այնքան ավելի վատ, ավելի մեծ հավանականություն է, որ կփլվի։ Ուրեմն Հիսուսն ասում է նայեք ինձ, նայեք չերևացող մասին, նայեք ծածուկ մասին։ Ամեն դրվագում հիշեցնում է, որ Տերը ծածուկը տեսնողն է, քո ծածուկ տվածը տեսնողն է, քո ծածուկ աղոթքի դիրքում եղող լինելը տեսնողն է, ու նաև հիմա Տերը ծածուկ հիմքը տեսնողն է։ Ինչպես է լինում, որ մենք ժայռի վրա ենք կառուցում կամ ավազի վրա ենք կառուցում։ Ժայռը պարզապես ճիշտ դավանանքը չէ։ Ժայռը պարզապես եկեղեցի հաճախելը չէ։ Ժայռը պարզապես քրիստոնյա եմ ասելը չէ։ Ժայռը սա է, Հիսուսի խոսքը կյանքի գործնական հիմք դարձնելը, խոսքը իմանալը և գործնականորեն դա հիմք դարձնելը, որոշում կայացնելուց առաջ մտածելը, ինչ է այս որոշման հիմքում, իմ եսը, իմ շահը, թե Աստծո խոսքի հնազանդ ընթացքը։ Ավազը հարմարավետություն է, եթե եղել ենք ծովափերում, հաճելի է ավազի վրա պարկել, արդեն փափուկ է։ Ավազը հեշտ է, ավազը արագ է։ Կառուցում էին հաճախ ինչու ավազի վրա, որովհետև այդ մասերում հարթ էր լինում, գետը հարթացրել էր, միգուցե 10 տարի գետ այդ տեղով չէր գնացել, արդեն մոռացել են, որ այդ տեղով կարող էր գետ գնալ, ավազ է այդտեղ, և շինանյութը մոտիկ է, տեղը հեշտ է, հարմար է, արագ կկառուցենք, բայց երբ որ 10 տարի մեկ, 20 տարի մեկ հորդառատ, պատահական անձրևներ են լինում, գետը հունը փոխում է և հենց այդ ավազի ուղղությամբ է գնում։ Եթե իրական հիմքի վրա չի, հարմարավետությունը, արագությունը, հեշտությունը կործանման պատճառ են դառնում։ Մեր կյանքում էլ շատ հաճախ մենք հարմարավետությունն ենք փնտրում և առաջներ դարձնում, գեղեցկությունը, արտաքին տեսքը, դրսից ինչ կասեն դա, և հիմքը չի երևում, մեր հավատքի հիմքը չի երևում, մեր կայունության հիմքը չի երևում արտաքինից։ Դրա համար մենք կենտրոնանում ենք հենց այդ երևացող մասերի վրա ու կառուցում ենք մի կառույց, որը որևէ փոթորիկին չի դիմանում։ Բայց փոթորիկները միշտ կան ու գալու են։ Մեզ փոթորիկներով Տերը ցույց է տալիս կառույցի իրականությունը։ Երբ աշխարհը սովորեցնում է վրեժխնդրություն, Տերն ասում է սիրիր թշնամուն։ Դա հիմք է,
Եվ եթե այդ հիմքի վրա չի, ամեն դրվագում, երբ ես վրեժ խնդրության որոշում եմ կայացնում, սկսում եմ սասանվել, սկսում է հիմքս սասանվել, եթե չեմ նկատում այդ սասանումը, այդ տատանումը, վերջնական մեծ սասանման ժամանակ ամբողջովին փլուզվելու եմ ու մեծ ալիներու կորուստը Աստծո խոսքի։ Ավազի վրայի տունը արտաքին տեսքով նույնն էր, միայն ինքն էր տարբեր։ Ավազի վրա կառույցը հոգևոր իմաստով եւ կառուցողը ինչ էր ասում, մի քիչ չափազանց է այդ ուսուցումները, որ դուք տալիս եք եկեղեցում։ Մի քիչ շատ եք գնում տառակելության, մի քիչ շատ եք կարճում խոսքից, եկեք մի քիչ հարմարեցնենք։ Հիմա փոխվել է մշակույթը, հիմա սմարթֆոնների դարաշրջան է։ Ասում էր այս մասին այլ կերպ նայենք, սա մշակութային հարց է, մենք այլ մշակույթում ենք ապրում։ Հրեաներն ասում էին, մենք Աբրահամի սերունդն ենք, լսողները, մենք արդեն ապահով ենք, մենք այսօր ասում ենք, մենք 1700 տարվա քրիստոնյաներ ենք, մեր ամբողջ շրջապատը քրիստոնեության մասին է, մեր լեզվամտածելակերպը, մեր բառապաշարը, մեր կառույցները, տաճարները, կամարները, ամեն ինչ քրիստոնեության մասին են, արդեն ապահով ենք, արդեն գիտենք։ Փափուկ ավազ է սա, որովհետև ամեն անհատ ինքն է պատասխան տալու այդ օրը։ Ամեն հոգի, ամեն անձ իր որոշման, իր հիմքի համար ինքն է պատասխան տալու եւ փլուզումը իր գլխին է լինելու, իր կառուցածի փլուզումը։ Տունը այն վայրն է, որտեղից մենք ապահով ենք, երբ որ դուրսը քարկուտ, անձրև ու փոթորիկ է։ Եղել է երբևէ որ փոթորիկի մեջ հայտնվեք։ Ընտրում ենք մի ապահով տեղ, կացարան, որ վազենք, մտնենք եւ ապահով լինենք։ Բայց խնդիրն է այն է, որ եթե այդ կացարանը անապահով եղավ, ավելի լավ է դուրսը մնայր քամու անձրևի տակ, քան այդ տան մեջ, որը փլվի գլխի։ Շատ տարօրինակ բան է, որ ապահովություն ենք փնտրում ավազի հիմքի վրա, որովհետև հարմարավետություն է դա։ Տերն ասում է, ուշադիր եղեք ինչպես եք կառուցում եւ որտեղ եք կառուցում։ Երբ որ դարձնում ենք ժամանակավոր Աստծո խոսքը, երբ որ դարձնում ենք մեզ հարմարեցված Աստծո խոսքը, դա հենց ավազի հիմքն է։ Երբ որ եկեղեցիներ կա, որ դարձնում են հարաբերական ճշմարտությունը եւ սկսում են արդարացնել տարբեր տեսակի մեղքեր, ասելով, որ դա այն ժամանակ էր, հիմա փոխվել է մարդկությունը, դա այն ժամանակ է Աստված։ Բայց Հիսուսն ասում է, չկա ուրիշ հիմք, որևէ մարդ, որ ծնվեց, արդեն կառույցը սկսվեց, եւ ինքը սկսում է ձևավորել իր հոգևոր կառույցը։ Եվ սա հավիտենական է, ամեն ժամանակի մարդ, ամեն տեսակի մարդ կառույց է կառուցում իր ապրելով, իր փոխհարաբերությամբ Աստծո հետ, Աստծո հանդեպ իր վերաբերմունքով։ Եթե ավազի վրա եղավ, ապահովություն չունի։ Ավազը միշտ փափուկ է, հարմար է, մինչև որ գալիս է փոթորիկը։ Փոթորիկը փորձություն է, այո, բայց բացահայտում է հիմքը։ Անձրևները եկան, գետերը հորդեցին, քամիները փչեցին։ Սա անպայման գալու է անկախ հիմքից։ Սա անպայման գալու է։ Խնդիրն այն է, որ հաճախ եկեղեցին ասում է, եթե դու լավ տեղում ես, եթե դու կառույցդ կառուցել ես, չի գալու փոթորիկներ, քո հետ խնդիրներ չի լինելու, դու բարգավաճելու ես, դու ունենալու ես, դու հարստանալու ես, դու չես հիվանդանալու։ Սխալ է սա, սխալ ուսուցում է Հիսուս Քրիստոս ասում է, անկախ նրանից ինչպիսի հիմք է, ինչպես ես վերաբերվում, փոթորիկները անպայման գալու են, տարբեր ձևերով գալու են, հարվածելու են, բայց եթե հիմք կա, եթե իրական հիմք կա, կառույցը կանգուն կմնա եւ ցույց կտա ինչպիսին էր։ Հիսուսը երբեք չի խոստանում, որ ժայռի վրա կառուցողը փոթորիկ չի տեսնի։ Հակառակը պետք է որ տեսնի։ Հակառակը պետք է որ փոթորիկ լինի, որտեղ այդ փոթորիկն է ցույցիչը։ Մեծ կործանում
Ոչ թե որովհետև տուն կար, այլ որովհետև հիմք չկար։ Հիսուսը այստեղ ասում է մեգա կործանում եղավ սխալ հիմար կառույցի համար։ Ինչու մեծ, որովհետև արտաքինից ամեն ինչ նորմալ էր թվում, արտաքինից հանդարտ էր, արտաքինից գեղեցիկ էր, արտաքինից վեհ էր, ճոխ էր, բայց ներքինից փտած էր, ներքինից հիմք չկար։ Երբ կյանքը հարվածեց, փորձարկվեց, պարզվեց, որ քրիստոնեությունը ընդհանրապես ձև էր։ Աղոթքը ընդհանրապես ձև էր, ոչ թե իրական կենսական փոխհարաբերություն Աստծո հետ։ Նյութական աջակցությունը կամ ողորմություն տալը ընդհանրապես ձև էր, ցուցադրական էր, ոչ թե իրական Աստծո սիրուց մղված փոխհարաբերություն Աստծո հետ։ Պարզվեց, որ ծոմապահությունը ընդհանրապես ձև էր ցույց տալու, որ ես ավելի բարեպաշտ եմ, քան դուք։ Տասանորդ տալը ընդհանրապես ձև էր։ Սա էր երևում, երբ որ գալիս էր այդ խնդիրները։ Բայց երբ կյանքը հարվածեց, փորձարկվեց, պարզվեց, որ հիմք չկար, հավատքը խոսք էր, ոչ թե հնազանդություն։ Այստեղ ամեն բան հնազանդության մասին է, որտեղ մնացած ամեն ինչ Հիսուս ինքն է տալիս։ Հիսուսն է տալիս այդ հավատքը, Հիսուսն է դառնում այդ հիմքը, Հիսուսն է դառնում այդ ժայռը, Հիսուսն է դառնում այդ վեմը, անկյունակարը, որով չափվում է, բայց նաև որով ցուցիչն է դառնում, թե ինչի վրա է կառուցված։ Անկյունակարը ավազ չի կարող լինել։ Անկյունակարը այն տաշված, հղկված եւ ճիշտ ձևավորված քարն է, որի վրա կառուցվում է ամբողջ շենքը իր ճիշտ համաչափությամբ։ Հիսուսն ասում է. ես եմ այդ քարը, ես եմ այդ չափանիշը, ես եմ այդ վեմը, հին ուխտում ներկայացված, խոստացված եւ հիմա եկած, որը ցույց է տալիս իրական ավետարանը իր կյանքով եւ ասում է. այսպես ապրեք, այսպես հավատացեք, հնազանդվեք եւ ես մնացած բանը կանեմ։ Որովհետեւ ինքը մեզ համար խաչվեց, որովհետեւ ինքը մեզ փրկագնողը եղավ, միայն իր արդարության չափանիշով, որևէ անհատ երբեք չի կարող անձնապես պահել, իրականացնել։ Դա անհնար է, բայց Հիսուս կարողացավ, որովհետեւ ինքը կատարյալ է, սուրբ է, կարողացավ եւ դրանով դարձավ փրկագնող, ու դրա համար ասում են. իմ վրա կառուցվեք, ինձ հնազանդվեք, իմ խոսքերը լսեք եւ պահեք։ Դա է չափանիշը, ու չէ կործանվի։ Ժողովուրդը զարմանք էր ապրում։ Այստեղ Մատթեոսը տարբերվում է։ Ասում է ժողովուրդը, որ լսեց, մեծ զարմանք ապրեց։ Հիսուսը զարմանք չէր փնտրում։ Հիսուսը հնազանդություն էր փնտրում։ Մենք շատ հաճախ հուզվում ենք քարոզներից, հուզվում ենք երգերից, աղոթքներից, հոգևոր գրքեր կարդալուց, հուզվում ենք։ Մի րոպե միգուցե մտածում ենք, բայց հետո կյանք չենք դարձնում դա։ Ժողովուրդը զարմացավ, բայց ինչ արեց հետո։ Շատ կարճ ժամանակ անց ասեց քարկոծեք, շատ կարճ ժամանակ անց ասեց խաչեք։ Զարմացավ, հեղինակությունը խոսքի տեսավ, բայց որոշում կայացնել հնազանդվելու, սա հենց այն նուրբ սահմանն է, որ ցուցիչն է, ինչպիսի կառույց ես կառուցել։ Եսակենտրոն ավազի վրա, թե աստվածակենտրոն ժայռի վրա։ Շատերը լսում եւ հուզվում են, ոգևորվում են։ Մենք էլ միգուցե հենց հիմա հուզվում ենք, ոգևորվում ենք Աստծո խոսքից։ Նայում ենք մեր խորքը, փորձում ենք փնտրել մեր հիմքերը, մեր ինչ լինելը։ Եթե դրա արդյունքում որոշում չի կայացվում հստակ, Տեր, սխալ կառույց ունեմ այսինչ դրվագում, եսակենտրոնը, չնելով է, ավազի վրա է, ներիր եւ ինձ զորություն տուր քեզ վստահելու այսօր եւ քեզնով քայլելու, քո որոշումները իմը դարձնելու։ Եթե այս որոշումը չի հետևում Հիսուսի խոսքերին, ոչինչ չի փոխվելու, հիմքը չի փոխվելու։
Փոթորիկը եկած պահին հենց այդ վայրին է հարվածելու եւ ցնցելու։ Թույլ օղակ է գտնելու ջուրը։ Ջուրը ունի այդ հատկությունը։ Նրանք զարմացած էին, բայց հարցը սա է, փոխվեցին արդյոք։ Այսօր էլ մենք կարող է ասենք, ինչ գեղեցիկ բացատրություն տրվեց, ինչ գեղեցիկ քարոզ էր, եւ արդեն տան ճանապարհին սկսենք էլի մեր ավազը փնտրել, մեր ավազի փափկության ու հարմարավետության վրա կառուցել։ Կես ժամ է տևում շատ հաճախ մեր որոշումը։ Շատ հաճախ մի օր է տևում մեր որոշումը։ Հիսուսը փնտրում է որոշում, որ դեպի հավիտենական կյանք է տանում։ Հիսուսը փնտրում է լեռան քարոզին արձագանք, որ այո Տեր, ես քո վրա եմ կառուցվում։ Ես քեզ եմ հանձնում, դու բռնիր իմ ձեռքը։ Ես կարող եմ վախենամ, կարող է ցնցվել, դու բռնիր իմ ձեռքը, քեզ եմ վստահել, իմ եսը մի կողմ եմ դրել։ Կարող ենք այսպես Տիրոջ հետ զրուցել մեր սրտում եւ վստահել մեր առօրյան, մեր հոգեոր կառույցը ամբողջովին իրեն, վստահել իրական սիրո փոխհարաբերությամբ, վստահել իրական զավակի խոնարհությամբ, վստահել այնպիսի տրամաբանությամբ, որ ոչ թե ես, այլ դու ես իրականացնելու այս փրկությունը։ Ոչ թե ես իմ արժանիքներով, այլ միայն քո հետ քայլելով հնազանդությամբ դու ինձ կտանես այն հանգրվանը, որ արդեն կառուցել ես։ Ժայռը պարզապես ուսուցում չէ, ժայռը ինքը Քրիստոսն է։ Ժայռը պարզապես ինք չէ, ժայռի համար Քրիստոս խաչը բարձրացավ։ Եվ այդպես կերտվեց այդ ժայռը, որը նաև քորեգի ժայռն է, որտեղից կենդանի ջուր է բխում եւ հագեցնում է մեզ։ Մենք չենք փրկվում մեր լավը լինելու պատճառով, այլ երբ մեր կյանքը շնորհով դրվում է կատարյալ վենի վրա։ Ինչ շնորհով է դրվում, բայց մեր հնազանդությամբ է դրվում։ Լեռան քարոզը ինձ, քեզ, մեզ բոլորիս այսօր հարցնում է, արդյոք դու տեսնում ես քո պատասխանատվությունը, թե պարզապես ոգեշնչված ես, էմոցիոնալ այո ես ասում ու վերջ։ Դու տեսնում ես, որ այսօր պատասխանատու ես, լսել եւ կառուցել, լսել եւ հիմք ունենալ, որը Աստծո խոսքի մեջ գրված հիմք է, որը հավիտենական հիմք է, որը անսասան հիմք է, որը բոլոր դարերի, բոլոր տեսակի մարդկանց համար հիմք է։ Հիմք, որը երբեք որևէ քամուց չի կործանվելու։ Հիմք, որը երբեք որևէ կարկուտից, փոթորիկից չի սասանվելու։ Հիմք, որը միգուցե արտաքինից շատ ճոխ չի երևում, բայց ներքինից, հիմքից ամենաամուրն է, միակն է ու կատարյալ է։ Սիրելիներ, Տերը մեզ այսօր այս հարցով է ուզում տուն ուղարկել։ Եթե լսեցինք նրա խոսքը, միայն իրեն վստահելով, միայն Քրիստոսով, միայն իր կատարյալ խոսքով կառուցենք մեր կյանքը, մեր ապագան, մեր ընտանիքը, մեր բոլոր տեսակի փոխհարաբերությունները աշխատավայրում, ուսման վայրում, մեքենա վարելիս, վարորդ լինելիս կամ ուղևոր լինելիս, քայլելիս, նստելիս ու պարտելիս։ Բոլոր փոխհարաբերությունները պետք է կառուցվեն Քրիստոսի չափանիշով, Քրիստոսի հիմքով, Քրիստոսի հետ։ Ամեն։